Եվ քանի որ դատարանների հարցերը ևս նախորդ նիստին սպառել է, միայն այս նիստին հնչած հայտարարությունների եւ ներկայացված նյութերի մասով ընդամենը 2 հաց դատարանի մոտ ծագեց։ Արգելի դատախազ պաշտպան Ալեքսանյանը լրացուցիչ նյութեր ներկայացրեց գրավից արձանցվող հարցի մասով։ Ունեք արձագանք, թե ոչ։ Բակոջը դատանիշ ինձ համար որոշակի անհասկանալի հանգամանքներ կային, որովհետև որքան ես ընկալեցի պարոն Ալեքսանյան շուտ բնակարանի մասին էր խոսում։ Բնակարան։ Դա նպատակն է, ինչու դրան չարադարձա եւ առասարակ դրան անհատականու արեցում չեմ տեսնում, որտեղ ես գտնում եմ, որ այլընտրանքային որևէ խափան միջոց պատճառ վարկակի չի կարող ապահովել, հետեւաբար դրանց անհատականու ուղղակի նպատակարար չեմ համարում։ Հասկացա, շնորհակալություն։ Դատարանը ամփոփելով ներկայացրել Գասպարյանի եւ Սիմոնյանի մասով խափանու միջոցի հարցի քննարկումը դեռևս չանդրադառնալով վերջնականապես ներկայացրել մնացականյանի խափանու միջոցի քննարկման հարցին, լսելով կողմերի դիրքորոշումները եւ վերանայելով գործունեությունները ուսումն փուլում հնարավոր իրավաչափորեն հնարավոր մասով որոշում է նախ հաշվի առնելով, որ ներկայացրել Սերժ Գասպարյանի նկատմամբ իրավված խափանման միջոց կալանքի իրավաչափության պայմանները շարունակում են առկա լինել, ուստի դատարանը որոշում է երկարաձգել իրավված խափանման միջոցի ժամկետը 3 ամիս ժամանակով մինչև թվականի սեպտեմբերի 16-ը, պահպանելով նրա նկատմամբ իրավված սահմանափակումները գործավալով մի վերաբան բացառությամբ հաղորդակցության սահմանափակման հետևյալ դեպքի ներկայացրելին թույլատրել հաղորդակցվել Արթուր Բաչագրյանի Խաչատրյանի հետ նույնականացնող տվյալները անձնագիր AL 02 35 441 Եվ դատարանը իր ներողություն, դատարանը իր որոշումը կկազմի նաև առանձին փաստաթղթի ձևով կողմերին առաքումը կազմակերպելու եւ բողոքարկման կարգերի ժամկետները պարզաբանելու համար, որպես պարզաբանում այս մասով նշեմ, որ այո, արգելի դատախազ խոսքը վարսավերին է վերաբերում, նաև այս մասով դատարանը մինչև նիստը արգելի պարոն Ալեքսանյանի ներկայացրած ռեգիստրի վկայականի տեղեկություններով ուսումնասիրեց տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը, որը էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանի հավելվածն է, որի համաձայն ռեգիստրի վկայականում նշված թվային կարգագիրը համապատասխանում է վարսավիրական գործունեությանը, այսինքն թե ռեգիստրի վկայականում առանցին նշված չէ, բայց նշված է թվային դրսևորումով, ինչը համապատասխան հրամանի հավելված դասակարգչով պարզվում է, որ վարսավիրական գործունեության վերաբերյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակն է։ Դրանով իսկ դատարանը փաստարկված է համարում, որ խոսքը վարսավիրի մասին է։ Քննարկելով ներկայացրել Երջանիկ Սիմոնյանի նկատմամբ իրավված խափանման միջոցի հարցը, դատարանը գտնում է, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանները նրա դեպքում շարունակում են արտահայտվել եւ որոշում իրարված կալան խափանման միջոցի ժամկետը 73 ամիս ժամանակով մինչև թվականի սեպտեմբերի 17-ը եւ դատարանը որոշումը ևս առանձին փաստաթղթի ձևով ուղղակի կողմերին կազմանելով էլեկտրոնության կարգով բողոքարկման ժամկետները, այն 10 ժամկետը դատարանը հարցերը համարում է լուծված եւ կեսի հարցը կտակամեցան Պատվիրժան դատարան հավանականությամբ հաշվի առնելով որ Սերժ Գասպարյանի առողջական խնդիրներ եւ անհրաժեշտություն կառաջանա նրա բժշկական միջամտության եւ հնարավոր է այդ հանգամանքը պայմանավորված վերջինս երկուշաբթի տեղափոխվի համապատասխան քաղաքացիական բժշկական հաստատություն, ձեզ եմ խնդրում թույլատրել նաեւ հնարավոր տեղափոխման եւ այդտեղ գտնվելու բժշկական միջամտության շրջանակներում որպես խնամակալ վերջինիս կինը հնարավորություն ունենա այդտեղ վերջինիս հետ գտնվելու, խոսքը գնում է
Հռիփսիմե Պետրոսյանի մասին, ով հանդիսանում է Սերժ Գասպարյանի օրինական ամուսնության իշխանությունը։ Ինչպես Հաստատի ամուսնության պատժումը։ Հռիփսիմե Պետրոսյան։ Հասկացա։ Արագին պաշտպան վերաբերելի նյութեր կան, առողջական վիճակով պայմանավորված տեղափոխվելու վերաբերյալ։ Պատժում դատարան ամենայն հավանականությամբ երկուշաբթի որ այդ ամեն ինչը տեղի ունենա, դրված շփաթաթղթերը կուղարկեն դատարան։ Լավ, իսկ խոսքը տիկնոջ մասին։ Տիկնոջ, այո, հաստատի ամուսնության մեջ գտնվում։ Տիկնոջ ինքնության վերաբերյալ տվյալ։ Եվս կներկայացնի պատժումը։ Լավ, դեպքում դատարանը ինչպես այս դատական նստով առանց տվյալների հարցը լուծին ու Պատժամի գիտություն ձեզ դրա մասին հայտնում եք երկուշաբթի, քանի որ մենք ստույգ չգիտենք տեղափոխումը տեղի ունենա թե չի, եթե տեղի ունենա, մենք ձեզ գրությամբ դրա վերաբերյալ ծանոթություն կանենք համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու։ Այսինքն դուք չեք պնդում մեր իշխանությունը։ Չէ, իշխանությունը պնդում ենք միանշանակ։ Այո, լրացիչ Ես փաստաթղթեր։ արձագանք կարծես թե ձեր մտածությունը տարածվում է դատարանը սահմանափակումները պահպանեց նույն ծավալով, բացառված է նրա բացառության մերձավոր ազգականների եւ այդպիսի սահմանափակում դատարանը չի Շետրատարական իրար է։ ամուսնալուծված են ըստեյության դեյուրը պատժում դատարան, բայց փաստացի ամուսնության մեջ գտնվում են դրա համար, որպեսզի խնդիր չառաջանա, դրա մասին հայք համարեցինք հայտնենք։ Իսկ այդ անձնինքնությունը երբևէ գործով հայտնի դարձել է, քանի որ բազմահատորը հիմա Չէ, առաջին անգամ է դատարանը պասպորին լսում վերաբերյալ տվյալը։